Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնական հանդիպումը Բուենոս Այրեսի արքեպիսկոպոսին հետ։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը գումարեց 24-րդ նիստը։ Ավերածություն Կոստանտ Բորսո Սկյուդարի հայկական եկեղեցվո գերեզմանատան մեջ։ Հայրոց ցեղասպանության հիշողությունը չի գրնար քաղաքական պայմանավորվածություններու առարգա դառնալ։ Գումիշանեի հայկական եկեղեցիներու մադուրը վերականգնման գարիքն ունին։ Լույս տեսած է հայ քիրի եւ մշակույթի դարոնցի սպասավորներ աշխատության առաջին հադորը, անձնական պատմության են համամարտկային պատգամ, արևմտահայերենը ինքնության եւ հաջողության ամուր հիմքը։ Գիլերմո Կարամանյան գկրե հուլիս 8-ին Արևմտյան Հայաստանի Հանրապետության դեսպանի կարգավիճակով պաշտոնական ընդունելության արժանացա Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս գերաշնորհ Տեր Խորխե Իգնասիո Գարսիա Կվերվասի գոմե արքեպիսկոպոսական բալադին մեջ։ Ինձ կընկերակցեին Ռաֆայել Արթինյան, Սեբաստիան Մինիո Կոկոսյան եւ հայրս Սիմոն Կարամանյան։ Չեր մթնոլորտի մեջ ներկայացուցինք Արևմտյան Հայաստանի Հանրապետության գործունեությունը եւ վերահաստատեցինք մեր աջակցությունը արքեպիսկոպոսին հովվական առաքելության։ Հանդիպման ավարտին արքեպիսկոպոսին նվեր հանձեցինք Ավրորա Մարտիկյանի գիրքը եւ հայկական գինի։ Հուլիսի 8-ին տեղի ունեցավ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի խորհրդարանի 24-րդ նիստը նախագահ Արմենակ Աբրահամյանի նախագահությամբ, որ զեկույց ներկայացուց սիոնիզմի, որպես քաղաքական եւ ազգային շարժումի պատմական նախադրյալներուն, նպատակներուն եւ Արևմտյան Հայաստանի ու հայ ժողովրդի վրա ունեցած ազդեցության մասին։ Ազգային ժողովի նախագահ Նելի Հարությունյան ներկայացուց հուլիս 13-ին 17-ին կայանալիք ՄԱԳ-ի բնիկ ժողովուրդներու իրավունքներու փորձագիտական մեխանիզմի 19-րդ նստաշրջանի նշելով, որ ելույթներով պիտի մասնակցին Արմենակ Աբրահամյանն ու Լիդիա Մարգոսյանը։ Նիստի ավարտին նախագահը շեշտեց միջազգային հարթակներուն վրա Արևմտյան Հայաստանի եւ բնիկ հայ ժողովրդի իրավունքներու հետեւողական պաշտպանության կարեւորությունը։ Կոստանտ Բորսո Սկյուդարի Սուրբ Կարապետ եկեղեցվո թաղական խորհուրդը հայտնած է, որ հուլիս 8-ին անծանոթ անձը ներխուժած է Բաղլար Բաշեի Սուրբ Կարապետ գերեզմանատուն, վնասելով 6 թամփարան եւ գերեզմանատան աղբյուրը։ Դեպքը խոր վրդովմունք առաջացուցած է համայնքին մեջ։ Թաղական խորհուրդը թիմած է իրավաբահ մարմիններուն, որոնք քննությունը սկսած են հանցագործը բացահայտելու նպատակով։ Հայոց պատիարակարանը խստորեն դադարեցած է սրբավայրին եւ հանգուցյալներու հիշադակին դեմ գործված այս ավերածության արարքը, շնորհակալություն հայտնելով անվտանգության ծառայություններուն պատասխանատու աշխատանքին համար։ Համայնքը գուհուսա, որ հանցագործը շուտով պիտի հայտնաբերվի եւ ենթարկվի արդարադատության։ The Washington Times պարբերականը անդրադառնալով հայ թուրքական հարաբերություններու հնարավոր կարգավորման կշեշտե, որ նույնիսկ սահմանի բացման բարակային հայրոց ցեղասպանության հիշողություն ու պատմական արդարության պահանջը չեն կրնար անդեսվիլ։ Հոդվածին մեջ կնշվի, որ 1915-ի հայրոց ցեղասպանությունը կշարունակե մնալ հայ ժողովրդի պատմական հիշողության եւ ազգային ինքնության հիմնասյուներեն մեկը։ Անկախ քաղաքական զարգացումներեն հայ ղեկավարը չի կրնար հրաժարիլ պատմական արդարության պահանջներեն։ Ըստ պարբերականին Հայաստանի եւ Թուրքիո միջև հարաբերություններու ղեկավարումը կրնա նպաստել դարձաշրջանային գայունության եւ տնտեսական համագործակցության, սակայն չի կրնար իրականացվել պատմական ճշմարտության հաշվին։ Հեղինակը կշեշտե, որ հայրոց ցեղասպանության հիշողությունը կմնա անսակարգելի արժեք, իսկ միջազգային դերակատարները կրնան աջակցել երկխոսության, սակայն անցյալի ողբերգությունը չի կրնար մոռացության մատնվել։ Հայրոց ցեղասպանության հիշողությունը չի կրնար դառնալ քաղաքական սակարգության առարկա, հատկապես երբ խոսքը կվերապերի Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայ ժողովրդի անօդարելի իրավունքներու պաշտպանության եւ պատմական արդարության վերականգնման։ Արևմտյան Հայաստանի Գումիշհանի նահանգի Մեջչեդլի գյուղի մեջ գտնվող պատմական Այվալոս հայկական եկեղեցին եւ Բավրեզի մադուրը կշարունակեն մնալ անդերության մատնված հագարակ պետական բաբանության տակ գտնվելուն։ Դեվում բնակիչները կպահանջեն անմիջապես սկսել վերականգնման աշխատանքները։ Տարիներ շարունակ չվերանորոգված սրբավայրերուն մեջ աճած ծառերը կվնասեն բادرն ու հիմքերը, իսկ քանց որոնողներու աբորինի բեղումները զգալի ավերներ պատճառած են գառույցներուն։ Մեջչեդլի գյուղի ղեկավարը նշած է, որ շուրջ 30 տարեկան ծառերը կվկայեն, թե բաբանության տակ առնվել են իվեր հուշարձաններում վիճակով գրեթե ոչ ոք հետաքրքրված է։ Ան զգուշացուցած է, որ առանց շուտապույտ միջամտության եկեղեցին եւ մադուրը կրնան ամբողջությամբ փլուզվել։ Դեվում բնակիչները գոչ կուղեն Թուրքիո պատասխանատու մարմիններուն վերականգնելու հայկական պատմամշակութային այս հուշարձանները, ընդգծելով, որ անոնց պահպանումը կարևոր է թե պատմական արդարության, թե համամարտկային մշակութային ժառանգության տեսանկյունեն։
Դարոն Դուրուփերանի հայրենակցական միության Հալեբի վարչության հովանավորությամբ լույս տեսած է քրագանակետ եւ գրթական գործիչ Լևոն Շարոյանի հայ քիրի եւ մշակույթի դարոնցի սպասավորներ աշխատության առաջին հադորը։ 320 էջերը փակացած պատկերազարդ գիրքը կներկայացե պատմական Դարոն Դուրուփերանի, Դարոնի, Մուշի, Բաղեշի, Սասունի եւ հարագից շրջաններու նշանավոր հայ մտավորականները, որոնք մեծ ներդրում ունեցած են հայ քիրի, գրթության եւ մշակույթի զարգացման մեջ։ Աշխատությունը ժամանակրական ղարքով ներկայացված հոգևոր, կրթական եւ մշակութային գործիչներու գենսակրություններով ներառելով պատմագիտական, մատենագիտական եւ դեղագրական արժեքավոր դեղություններ։ Հեղինակը գիրքը կնկատե նվիրում Դարոնի պատմամշակութային ժառանգության։ Առաջին հադորը երկարաժամկետ ծրագրի սկիզբն է, իսկ երկրորդ հադորով պիտի ներկայացվին Սփյուռքի եւ Խորհրդային Հայաստանի մեջ գործող դարոնցի մտավորականները։ Հայրենակցական միությունը գոչ կուղե աջակցելու գիրքի դարացման, նպաստելով պատմական Դարոնի մշակութային ժառանգության եւ անոր զավակներու հիշատակի պահպանման։ Փեմատրիչ Շեյլա Քորկուտի նույն նրան հադիկները վավերագրական ֆիլմը պիտի ներկայացվի Երևանի Ոսկե Ծիրան միջազգային կինոփառատոնին։ Ֆիլմը հիմնված է Փեմատրիչին ընտանեկան պատմության վրա։ DNA հետազոտության միջոցով ան վերակդած է հայրու ցեղասպանության դարիներում բաժնված իր հայկական արմատները եւ հանդիպած աշխարհի դարբեր գոմերը սփռված ազգականներուն։ Այս վերամիավորումն ալ դարձած է ֆիլմի հիմնական նյութը։ Շեյլա Քորկուտ կնշե, որ ֆիլմի նպատակը միայն անցյալի ցավը ներկայացնելը չէ, այլ հիշողության, ինքնության եւ պատկանելիության մասին համամարտկային պատմություն մը պատմելը։ Ֆիլմին մեջ տեղ կդած է նաև Հայաստան կատարած անոր այցելությունը, Ծիծեռնակապերտի հուշահամալիրին մեջ հարկանքի դուրքը եւ հայկական մշակույթին հետ առաջին շփումները։ Նույն նրան հադիկները արդեն արժանացած է միջազգային ուշադրության, ստանալով մրցանակ Կոստանդնուպոլսո գամուրջի հանդիպումներ ծրագրին մեջ։ Արևմտահայերենը մեր մշակութային ժառանգության եւ ազգային ինքնության կարևորագույն սյուներեն մեկն է։ Դոկտոր Արդա Ջեբեջյան գշեշտե, որ ընտանիքն է առաջին միջավայրը, ուր կձևավորվի երեխային լեզվական ու մշակութային ինքնությունը։ Մայրենի լեզվով հաղորդակցությունը կզորացնե ընտանեկան կապերը, կփոխանցե պատմական հիշողություն ու ազգային արժեքները, պահպանելով կապը մեծ ծնողներուն եւ հայկական ժառանգության հետ։ Հոդվածին մեջ կնշվին նաեւ երկլեզվության առավելությունները, ավելի զարգացած մտածողություն, նոր լեզուներ սորվելու դյուրություն եւ ինքնավստահության ամրապնդում։ Արևմտահայերենի իմացությունը երիտասարդներուն համար նոր հնարավորություններ կստեղծի գրթության, մշակույթի եւ միջազգային համագործակցության ոլորտներուն մեջ։ Դոկտոր Ջեբեջյան առաջարկե լեզուն կենթանի պահել ընտանիքին մեջ հայերեն խոսելով, ընթերցումներով, երգերով, խաղերով եւ թվային միջոցներով։ Արևմտահայերենի պահպանումը միայն լեզվի պահպանում չէ, այլ ազգային ինքնության, մշակութային շարունակականության եւ ապագա սերունդներու նկատմամբ պատասխանատվության արտահայտություն։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։